Հանուն հոր և որդու և հոգվույն սրբո, ամեն։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդին տվավ, որպեսզի անոր ավատացողը չգործվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այս նախատասությունը, սիրելիներ, Հովաննու ավետարանի 3-րդ գլխում 16-րդ համարն է, որ բոլորիս համար շատ մոդիկ, շատ լսված համարն է նոր գդագարանի էջերեն։ Ամեն վարիգյան, երբ տելևիզիոնը բանանք, ռադիոն բանանք, մտիգնենք, դուրսը ջամփուն անգյունը նայինք, տեսնենք մարդիկ, որ բաստար բնած են։ John 3:16 այս համարը գարձեք թե մեզ համար ամենեն կործածված համարն է նոր գդագարանի էջերեն կաղված։ Բայց այսօր պիտի ուզեի մտածել միասին, քիչ խորը մտնենք, մագերեսային չնայինք, superficial չնայինք, okay, we see that, what does it mean? Բարս բարեր չեն, սիրելի երդասարտներ դու։ Մենք չենք ասել, որ Աստված այդքան սիրեց մեզ, որ իր դղան, իր միածին որդին գրգեց, որ մեզի համար նահատակվի, մեռնի, արյուն թափե, որպեսզի փրկվենք միայն։ Մենք այդ նախատասությունը գարնենք եւ կյանքի կբերենք։ Իր մեջ կտեսնենք Սուրբ Գիրքի այս հատվածը նոր գդագարանեն։ Կտեսնենք, որ Աստված իսկապես այդքան սիրեց մեզ, այդքան կսիրե մեզ այսօր, որ նույնիսկ այո իր միածին որդին գրգեց, որպեսզի մենք փրկվենք։ Բայց այսօր մեջ խտրություն չկա, Աստված բոլորիս կսիրե հավասար, մեկը մյուսին ավելի չի սիրել։ Կտեսնենք նոր գդագարանի, հին գդագարանի էջերում մեջ նույնիսկ չարերը, մեղավորները, երբ ետ կդառնան Աստծո կմոտենան, երբ կտեսնենք անարակ որդին հերվեն կվազե թեպի հայր, հայրը իր ցերքերը կփանա եւ կընդունի անոր։ Հոս կտեսնենք, սիրելիներ, որ միածին որդին Հիսուս Քրիստոս միայն այդ ժամանակվա հրյաներուն համար չեկավ, միայն այդ ժողովրդին համար չեկավ, այո, ինքնաբերաբար այդ շրջանը կփնագեր Բաղեստինի մեջ, Հրեաստանի մեջ, սո իր խոսքը անշուշտ ուղղված էր անոնց, բայց այսօր նայիս, դուրսեն հերվեն դիտենք, կտեսնենք, որ Աստված քեզ համար գրգեց Հիսուս Քրիստոս։ Բոլորս ալ դժվարություններ եք անցնենք։ Մեկը չի գա այս սուրբ եկեղեցվո մեջ, որ գրնա ասել ես դժվարություն չունիմ, ինձ մեզ կսյա։ Բոլորս ալ փոքր թե մեծ դժվարություններ եք անցնենք։ Նյութական դժվարություն, հոգեգան դժվարություն, փարոյական դժվարություն, ընտանեկան դժվարություն, մութը, սևը, դխրությունը մեր մեջն է։ Այնպես ինչպես հին գդագարանի մեջ, երբ ավետարանը կհիշեցնա այսօր, որ Մովսեսի ժողովուրդն ալիս, երբ քերի դարձած էին, երբ դժվարության մեջ եք անցնեին, մասը մոլորեցան, քացին, հերացան, մասը հավատքնին զորավոր բահեցին, 40 տարիներ թափարեցան անաբադի մեջ, ինչպես մենք այսօր 2026 տարի կթափարինք անաբատներու մեջ, կփնտրենք ճշմարիտ լույսը, բայց ամեն օր այդ լույսը մեր դիմաց կբացվի, ամեն օր Աստված կղրգե իր միածին որդին, որ մենք մութեն դուրս ելնենք, հերանանք ցավեն, հերանանք դժվարություններեն, որովհետև իսկապես Աստված կսիրե մեզ ամեն օր արիտ ուդա։
Թուն սիրելի քույր եւ եղբայր, դուք ցեզ մտածեցեք, որ այս եկեղեցու մեջ եք եւ ցեր ողքին մեկը չի գա։ Դուք առանցին նստած եք այստեղ մեկ։ Թուն քեզ հարց։ Ես ինչ դժվարություն ունիմ այսօր։ Ինչու եկեղեցի եկած եմ։ Ինչ պիտի հանեմ, ինչ պիտի վերցնեմ, դուրս պիտի կամ այս եկեղեցու արարողութենեմ։ Եվ Աստված ագանչիտ մեջ պիտի խոսի, եւ պիտի ասե ես քեզ այսօր իմ միածին որդիս դարձյալ ղրգեցի, քիչ երբ պիտի մոտենաք Սուրբ Հաղորդությունը ստանաք, այդ ցևով ես ղրգեցի իմ զավակս, իմ որդիս, որ քու մեջդ փնագի, դուրս բերե քեզ քու ցավետ, քու դժվարութենետ, քու դերդերետ, որովհետև իսկապես մենք գոչված ենք, որպես քրիստոնյաներ, դժվարության մեջ անցնել։ Սիրելիներ, մենք շինված ենք, գազմված ենք դժվարության մեջ անցնել, որովհետև մենք Քրիստոս ունենք։ Ուրիշ մեկը չի գնար ասել այդ, ոչ այլասկը, ոչ մոսլեմանը, իրենք Քրիստոս չունին, մենք Քրիստոս ունենք, նույնիսկ եթե չարթվինք, նույնիսկ եթե անիծվինք, անդեսվինք, մարդիկ թքեն մեզ մեր վրա, մենք ոտքի կմնանք, որովհետև մեր շրտներեն աղոթք է որ գելն է միայն։ Սիրելիներ, Աստված սիրեց աշխարհը, սիրեց քեզ, ղրգեց միածին որդին։ Երկրորդ կետը նայենք, ինչու համար ղրգեց, պետք էր որ ղրգե, ոչ։ Աստված մեզ պետք չունի երբեք, լավ իմացեք, մենք ենք որ Աստծո պետք ունենք, մենք ենք որ անոր գաղոթենք եւ գաղաչենք իր որ մեր քայլերը դանի թեպի խաղաղություն։ Աստված հանգիստ է, Աստված է, մեզ պետք չունի, ոչ մեր փառապանությունը, բայց մեզ մեկը խնդրե, մեզ մեկ ուզե միայն մեկ բան, որ սիրենք իրեն։ Եվ երբ մենք անոր սիրենք, Աստծո սիրենք, զիրար սիրած գլանք, անեց կմեկ կողմ գթրվի, խրով կմեկ կողմ գնետվի, եւ մեր մեջ կփուսնի ծաղիկի նման Քրիստոսի սերը, որ կչախչախի ամեն մտություն, կհեռացնե մեզ ամեն դխրութենը։ Եվ երրորդ գետ, սիրելի հարազատներ, Աստված ղրգեց իր միածին որդին, որ անոր հավատացող երբեք չգործվի, այլ հավիտենական կյանք ունենա։ It's easier said than done, չէ՞։ Շատ թիրուն է, ասելը որ Աստված Քրիստոս ղրգեց որդին, որպեսզի փրկե մեզ, բայց մենք գործ չունենք գնելու, մենք գործ ունենք կատարելու սիրելիներ, գործ ունենք, we have work to do, որ հարաճ երթանք, որովհետև ամեն վարյան մենք հրյաներուն նման, եբրայեցիներուն նման, քերության մեջ ենք, ուզեք կամ չուզեք, հավատացեք կամ մի հավատակ, մենք քերի դարձած ենք աշխարհին։ Ինձ մեզ կսյալ, տելեֆոնները գարնենք, սալֆոնները գարնենք, Facebook-ները, social media-ներու մեջ, Instagram, երդասարտներ, Snapchat, TikTok, քերի դարձած ենք մութին, գուզենք լույսը դեսնել, բայց մեր թիմած բավական մտություն ուկա։ Եբրայեցիներուն նման, իրենք ամեն բան ունեին, ազատեցան քերութենեն, բայց ընդրեցին, որ ուրիշ չաստվածներ ունենան, այդոլներ բաշտեն։ Մենք եւս սիրելիներ, արի թե այսօր, որ մենք արթնանք, իմանանք, թե ինչու համար
Աստված երկինքեն երկիր մարդացավ, մարմնացավ, որպեսի մեր բոլոր հիվանդությունները հեռացնե, որպեսի մեր սրտերում մեջ ամրացնե իր սերը, որ մենք ևս, երբ մենք առիթ ունենանք տեսնելուց Աստված, ասենք դեր, միածիտ որդին ղրգեցիր ինձ համար, որպեսի ես այսօր հարություն առնելով հավիտենական կյանքը ժառանգեմ։ Սիրելիներ, հավասիկ մենք մտանք օգոստոս ամիս, աչքդ բաց կոծե նոր տարի գուկա։ Այս ամիս մեր եկեղեցու համար, ծեր եկեղեցու համար ուրախ դարբեր ամիս մնե։ Աստվածածնա վերապոխման դոնը կմոտենա։ Քրիստոս մանացավ Սուրբ Հույս Մարիամ Աստվածածինեն։ Այսօր յուրաքանչյուրս բարդ ունենք դալու Աստուծո, աղոթելու, սիրելու, հարգելու իրար եւ ունենք որդին մեր մեջ հարցը։ Միայն գիրագի օր եկեղեցի ուքակ եւ հետո չենք տեսներ ցեզ մինչեւ քալ գիրագի։ Շաբաթ 7 օր գա։ 7 օրվա մեջ սիրելիներ, ամեն օր առիթ է մեզ։ Ամեն օր Քրիստոս գուքա մեր մեջ կմտնե, որովհետեւ մենք եւս փոխվենք, հերանանք այս մութ կյանքեն։ Ուրախություն թող կա մեզ, ժպիտ թող կա ձեր թեմքին սիրելիներ, ժպտացեք, այդպես նստած եք դխուր, երեսնիք դխուր, ուրախ եղեք, այսօր Աստված ձեզ առիթ տված է, որ քովի նստիկ, միասին փառաբանենք Աստված, Աստուծո դան մեջ, ձեր դան մեջ, եւ լա այսօր սիրելիներ օգոստոս երկուն, նոր ամիս, նոր ուրախություն, նոր կյանք ձեզ բոլորիդ։ Եթե կսիրես սերդ արդահայտելու համար բան մտուր Աստուծո, եւ այդ նյութական բան չէ, այլ աղոթք, ուրիշի մտես, բարևս եք, ողջույնս եք, այդ գագնգալվի ցեզ մե։ Աստուծո ուզածը ուրիշ բան չէ, եթե քու սիրտդ, եւ դες, եթե քու սիրտդ տաս Աստուծո, Աստված անպայման կփանա քո դիմացդ, ինչ որալ ուզես։ Օրհնյալը լաք սիրելիներ, Աստուծո շնորհքը յուրաքանչյուրիդ վրա մնա։ Մեծ մայրեր, մեծ հայրեր, դուք ձեր աղոթներով ուղեցեք ձեր զավակներուն, թորներուն եկեղեցի։ Հարց չէ, եթե բادرակի երկար է, քրափար է։ Մենք հավասիկ անգլերենով էլ կբաժնենք աղոթքը մեր երիտասարդներուն։ Երիտասարդներ դուք աշխատեցեք ուրախ ըլլալ։ Կյանքի մթությունը ձեր դիմաց կուքա եւ պիտի կա եւ ավելին պիտի կա, որովհետեւ դուք քրիստոնյա եք։ Դուրս եկեք մութեն։ Մի երթակ արագ մեքենաներու ետևեն, երևելիք բաներու ետևեն, մեծ մանշինները, նավերը։ Those are superficial things that remain here on earth. We don't take those with us to heaven. Սիրելի թբրացտասի անցնագազմ, դուք գերքեք, զորացնեք, գուրախացնեք մեզ հոգիով, սրդով, Աստված ձեր ցայնը միշտ բահե։ Սիրելի ժողովուրդ դուք եք աղը այս աշխարհին։ Եթե դուք եկեղեցի չկաք, it's okay քիչ մի երկար է գողոքնի, գնաց շունի, շաբաթը քանի ժամունին տալու Աստուծո։ Եկեք, սա ձեր դունն է, this is your house. It's not only my house, nor the deacon's house, it's your house. Anvajar, mortgage free, dun mo unik, եկեք այստեղ,
Փարապանեք զասված միասին, որովհետեւ տեսնեք թե Աստծո սերը որքան է յուրաքանչյուրի վրա, օրհնյալ եւ միշտ օրհնյալ մնաք։ Ամեն։